Պարոն Շիրինյան, ինչ քաղաքական շարժառիթներ եք տեսնում, ինչու Մեծ Բրիտանիան ամբողջությամբ որոշեց, որ կչեղարկի Հայաստանի եւ Ադրբեջանի զենքի մատակարարման էմբարգոն։ Ուրեմն ասեմ ենթատեքստ է, որովհետեւ սովորաբար պետք է ենթատեքստը հասկանանք, ինչը որ չի երևում, ինչ հիմնարար է։ Պետությունները վարում են բալանսի քաղաքականություն։ Այն պետությունները, որոնք պետություն են, որոնք ուրիշի գրբանում չեն, որին բարդադրում են միակողմանի բաներ, որ իրենք օգտագործեն, բայց ով որ օգտագործում է ինքը անպայման բալանսի քաղաքականություն է վարում։ Այդ 100% է։ Օրինակ ռուսները մեզ ինչ են ասում։ Մի աթոռին ըստեղ էլի, բայց իրենք 40 աթոռին։ Իրենց աթոռին։ 40 աթոռի տեսել եք, որ բոլորի հետ նույնիսկ գնում են Աֆրիկայից զորով ջունգլիներում մարդ են ճարում, որպես պետություն բերում են Կրեմլ։ Երևում է, հիմա ինչ եմ ուզում ասել, դա ես ենթադրում եմ, որ հավասարակշռության ապահովման համար, ասեմ ինչի համար։ Մենք գիտենք, որ Կասպից ծովի ադրբեջանական նավթի արդյունահանման հիմնական տոկոսը չէ, միշում British Petroleum-ն է եւ մյուս ընկերություններ, այսինքն այս կամ այն ձևով անգլիացիները Ադրբեջանին տալիս են այն, ինչ որ հնարավոր է։ Իրենք այնտեղ են։ Ինչպես որ Trump Tower-ն է, չէ՞։ Սին բաները, շենքեր եւ այլն։ Բարձի, այսինքն սրանք այնտեղ կան։ Ես կարծում եմ, սա Հայաստանի Հանրապետությանը շանս տալն է բրիտանական, անգլիական, այսպես կամ բանից օգտվելու համար, սա է։ Հիմա ինչպես հասկանանք, դա ճիշտ է, թե չէ։ Եվ տարածաշրջանի անվտանգային հավասարակշռության վրա։ Հավասարակշռությունն էսպիսին, այո, ձեր ասածն է։ Հավասարակշռությունը խախտվել է ռուսների հրահրմամբ Ադրբեջանի ձեռքով Հայաստանի պոտենցիալը ջարդելով։ Մենք հորատիզում էինք, բոլոր պատկերի համար իբրև լավ բանակ ունեինք, իբրև լավ գեներալիտետ ունենք եւ այլն։ Եվ այս պատկերի մեջ Հայաստանի Հանրապետությունը ուրիշ քաշային կատեգորիա է, ճիշտ է։ Հիմա մենք դա չենք, Արցախը վերադարձրել է Ռուսաստան Ադրբեջանին, Հայաստանը 30,000 է, բայց միջազգային, բայց այն վակուում է առաջացել, մեր հզորություն ընկել է եւ երկրորդ մասը կա։ Դուք եթե ուշադիր հետևել եք, կարծում եմ հետ Ալիև անընդհատ խոսում է մենք ենք Կովկասում հիմա տերը։ Դերակատարը։ Հիմա ինչ են անում ամերիկացիները, որ այս նաև բրիտանական, անգլո-ամերիկյան քաղաքականությունը վակուումն են լցնում, մեզ չաղացնում են։ Երկուսին իրար հետ նույն տեղն են հրավիրում։ Այնպես որպեսի որտեղ Վրաստանն էլ հաշվից դուրս է եկել, Թուրքիան էլ է եւ այլն։ Ուրեմն Հայաստանը շատ պիտի հզորացվի։ Եթե հզորացվելու է, դե ասեցի Ադրբեջանի համար այդ խնդիրը չկա, British Petroleum-ը Հայր Ալիևի ժամանակներից եւ այլն։ Հայաստանի արժեվ բացվում է զինա պահեսներ, այս կամ այն ձևով։ Հիմա մենք իմանանք, դա իմ ասածը ճիշտ է թե չէ։ Դուք ես չէ, հետևում եք Հայաստանում ռևանշիստների Ոռնոցի չափին, եթե Ոռնոցը բարձր է, ես ճիշտ եմ։ Որտեղ ռուսական տեսակետին հակատայր է դա։ Հակառակ է, Հայաստանը չպիտի հզորանա։ Ես աշխարհում եմ ուզում եմ հայերի շնորհավորեմ, ճակերտավոր մեր հայրենակիցներին։ Զատուլինը հայտարարեց, չէ, որ նոր Հայաստանը Հայաստանին ձեռնտու չի։ Իմացաք, Զատուլինն ասում է, վերականգնվող, հզորացող Հայաստանը հայերին ձեռնտու չէ։ Ձեռնտու չի, հարցնում եմ։ Ում ձեռնտու չէ։ Որտեղի հայերին եւ որ հայերին։ Որ իրեն հայ է հաշվում։ Որ ես չեմ բանանում, ով որ ինքը գենետիկորեն հայ է, բայց ազգային ինքնագիտակցության նշումների մեջ էլ հայկականություններ հարցնում եմ։ Նաեւ վրացիներին եմ ասում։ Ում ձեռնտու չի, Ռուսաստանին նոր Հայաստանը վերականգնվող տնտեսապես եւ այլն։ Եվ իհարկե Ամերիկայի մյուսների հետ ակտիվ Իրանի բանի հետ ակտիվ քաղաքականություն վարող Չինաստանի հետ ինչու ձեռնտու չի։ Հա Զատուլինին ձեռնտու չի եւ ռևանշիստներին։ Ես էլ առաջարկում եմ, միայն նայում եք Ոռնոցի չափը, եթե շատ է բարձր Ոռնոցը, ուրեմն ճիշտ է։ Իմ ասածը, եթե չէ, ուրեմն սխալ է։
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Շիրինյան, կարծում եմ հաջորդ շաբաթ նույն ժամին, նույն վայրում, որ Բայց մի բան ասեմ աշխարհի մեր հայրենակիցներին հետ կներեք էլի, դուք չմոռանաք, որ առաջին հանրապետությունը երկունք ապրել է, 2 տարվա կյանք է ունեցել, աղետալի անգլիացիների կամքին հակառակ պարտություն է գրել ռուսական օրհնանքով, բայց այն Հայաստանը, որ այսօր կա, որ միջազգային քաղաքական սուբյեկտ է, ուրեմն դա անգլիացիների հայերի հետ հիմնադրած հանրապետության շարավիղն է, երբեք անգլիացիներին չմոռանաք եւ վայրաչությամբ չզբաղվեք, չնեղանաք որևէ մեկ, որովհետեւ ռուսների հիմնական թշնամին անգլիացիներն են գեոպոլիտիկայի մեջ։ Դուք նկատել եք, ինչ խոսեն, չխոսեն, անգլիացիներին կգտնեն, Ամերիկային չէ։ Ուրեմն, որտեղ են ծովի ցամաքի եւ այլն, չնայած եւ իրենց երեխաները փողը գողացած եւ այն Լոնդոնում են բահում, գիշեր ցերեկ խոսում են Անգլիայի դեմ։ Ուրեմն հականգլիականությունը ռուսական նարատիվ է, որը հաջորդի հետ կապ չունի։ Առաջին հանրապետությունը 1920 թվականին 45000 իմ հիշողությամբ միավոր զենք է ստացել Անգլիայից, որ բոլշևիկները հանձնեցին թուրքերին, կարաբեկերին զինեցին ռուսների օգնությամբ։ Այսպես այնպես, որ ես Անգլիայի բարեկամն եմ։ Պատմական ճշմարիտ։ Գիտեի, որ Հնդկաստան, Իրան, Չինաստան, այսօր էլ իմացանք, որ Անգլիայի բարեկամն են։ Եթե այդպես են, ասեմ, որտեղ բանի, չէ, Կարսի դաշնակիրը այս երկորը 13-ին էր։ Առաջին հանրապետությունը 11000 քառակուսի կիլոմետրի վրա ձևավորվեց աղետալի վիճակում, հեն Արամի շնորհքն էր, որ ինքը մնաց, եւ նա 19 թվականին ապրիլին սկսեց ընդարձակվել եւ սնվել։ 19 թվականի մարտին առաջին անգամ Հայաստան հասավ ամերիկյան հումանիտար օգնությունը, ուրեմն սնունդ, ալյուր եւ այլն։ Օրինակ հուշագրություններ կա, ասում են, որ հայ մարդիկ ալյուրը որ կիլո 2 կիլո տալիս էին, չէին էլ հասցնում շաղախբան, մարդկա ուղղակի ալյուրը ուտում էր, ջուր էր խմում, չէր կարելի։ Այս վիճակն էր Հայաստանում սովի հարցը, երկրորդը հայ կանայք հագուստ չունեին, ամերիկյան քանի մետր է 4 թե 2 մետրանոց ադրեսկա են ասում, էլի, կտորը կտրել հայ կանանց են տվել, ամերիկյան։ Այս մի հումանիտար օգնություն, այս երկրորդ օգնությունը 19 թվականի ապրիլի 24-ին դամկեցին այս երկու օրվա մեջ անգլիացիները Ալեքսանդրապոլից զրահագնացքով հայկական զորքեր շարժվեցին, Կարսը հանձնեցին Հայաստանի Հանրապետությանը եւ Կարսի ամբողջ մարզն արտահանող ոլտիվը անգլիացիները։ Ուրեմն նաեւ Խատիսյանի հետ գնացին Հայաստանի կայարանից Նախիջևան հայտարարեցին 19 թվականի ապրիլին, որ Հայաստանի Հանրապետության մաս ռուս բոլշևիկներն եկան, նա թուրքին տվեն, հենա տվեցին արժ։ Հիմա շնորհակալություն անգլիացիներին։